Ինչպես քեզ պաշտպանել առցանց սիրային խաբեությունից։ Սաղավարտը դիր, որովհետև հիմա պատրաստվում եմ ճշմարտության նետեր բաց թողնել թվային դարաշրջանում սիրո ու հարաբերությունների մասին։ Այսօր կխոսենք հեռավորության վրա ծանոթությունների մասին, որոնք ավելի թանկ կարժենան, քան վերջին դուրս եկած iPhone-ը։ Կբերենք օրինակներ խորը կեղծիքներից, նույն ինքը deepfake, կողացված ինքնությունների եւ շանտաժի մասին։ Քիչ անց կպատմեմ պատմություններ, որոնք կստիպեն կասկածի տակ դնել ամեն ինչ գիտես առցանց շփման մասին։ Բարի գալուստ Փիսոն podcast։ Ես ձեր հաղորդավարն եմ, Փիսոն։ Այսօր մենք խոսում ենք առցանց կատարվող սիրային խաբեությունների մասին։ Քննարկելու ենք, թե ինչպես են գործում այս սխեմաները, ինչ հուզական եւ ֆինանսական ազդեցություն են ունենում եւ ամենակարևորը, ինչպես կարող ես քեզ պաշտպանել։ Եկեք սկսենք։ Երբևէ մտածել ես, որքան հեշտ է խաբեությունների համար ստեղծել կեղծ պրոֆիլներ կողացված լուսանկարներով։ Սա լուրջ խնդիր է, հատկապես հանրային օգտահաշիվ ունեցողների համար։ Քո լուսանկարները կարող են օգտագործվել ուրիշին խաբելու համար, առաջացնելով տարբեր տեսակի հուզական եւ ֆինանսական վնասներ։ Ինչպես են գործում այս սիրային խաբեությունները։ Ամեն ինչ սկսվում է մի պատահական նամակից, որին պատասխանում ես։ Շաբաթներով կամ ամիսներով քո վստահությունը շահելու նպատակով խաբեբան առցանց կեղծ հարաբերություն է ձևավորում, փող կորզելու նպատակով։ Խաբեբան կարող է թվալ իդեալական զուգընկեր, հաջողակ, գրավիչ, ուշադիր, բայց սա ընդամենը դերասանություն է։ Հաճախ այս սիրահետողները ասում են, թե ապրում են արտասահմանում ու սկսում առցանց շփվել։ Սա դասական տակտիկա է։ Նրանք ստեղծում են եվրոպական կամ ամերիկյան շքեղ կյանքի պատրանք, հետո զգույշ շեղում են խոսակցությունը ներդրումների վրա, ակնարկելով, թե ինչպես են հարստացել։ Այստեղ հաճախ հայտնվում է կրիպտոարժույթը։ Կրիպտոն խաբեբաների սիրելի գործիքն է, քանի որ դեռ շատերի համար այն հանելուկային է։ Նրանք համոզում են քեզ ներդրում անել կեղծ հարթակում, ցույց են տալիս կեղծ շահույթներ եւ հետո անհետանում են քո ամբողջ գումարով։ Կամ հնարավոր է խնդրեն արագ գումար փոխանցել ինչ-որ X բանի համար, կամ գրանցվել ինչ-որ անհայտ տեղ իրենցից նվեր առաքանի ստանալու համար։ Ճանապարհները տարբեր են, արդյունքը մեկը։ Դու խաբված ես։ Գումարդ անհետացել է քո հաջողակ երկրպագուի նման։ Բայց այս ամենը միայն գումարի մասին չէ։ Այս խաբեությունները կարող են քեզ թողնել հուզականորեն սպառված, սեփական դատողությանդ մեջ կասկածող ու լիովին միայնակ։ Դա ինքնավստահության կորուստ է, որի ապաքինումը երկար ժամանակ է պահանջում։ Կա նաև առցանց ժամադրության մութ կողմը։ Խաբեբաները համոզում են, որ ուղարկես ինտիմ լուսանկարներ կամ տեսանյութեր։ Հետո սկսում են շանտաժի ենթարկել, սպառնալով տարածել դրանք, եթե գումար չուղարկես։ Ու ամենավատն այն է, որ այժմ արհեստական բանականության միջոցով անգամ կարիք չկա իրական նկարներ կորզելու։ Հնարավոր է ստեղծել ճշմարտանման, բայց լիովին կեղծ լուսանկարներ կամ տեսահոլովակներ։ Սա սարսափելի իրավիճակ է, որի հետևանքները կարող են կործանարար լինել անձի բարի, համբավի ու արժանապատվության համար։ Ես դեռ կշարունակեմ պատմել այս օրինակների մասին, բայց ուզում եմ քեզ անպայման ասել, որ երբևէ զոհ չգնաս շանտաժին եւ գումար չուղարկես։ Ուրեմն ինչ կարող ես անել քեզ պաշտպանելու համար։ Նախ զգուշացիր քո մասին շատ ու ոչ անհրաժեշտ ինֆորմացիա համացանցում տեղադրելուց, որպեսզի խուսափես անձնական տվյալներիդ կամ ինքնությանդ գողացվելուց։ Ու կարևորը, խաբեբաների ռադարից հեռու գտնվես։ Իսկ երբ հաղորդակցվում ես զգուշացիր այն պրոֆիլներից, որոնք չափազանց լավն են։ Դարձիր ժամանակավոր հետախույզ ու պարզիր, արդյոք նրանց լուսանկարները գողացված են։ Հնարավոր է քեզ հետ մի հին կամ հեռու ծանոթի անունով կապ հաստատել։ Եղիր զգուշավոր։ Մի համաձայնիր տեղափոխել զրույցը այլ հարթակ, քանի դեռ վստահ չես զրուցակցիդ ինքնության մեջ։ Անձնական ինֆորմացիա մի հաղորդիր եւ երբեք, լսում ես, երբեք գումար մի ուղարկիր մեկին, ում միայն առցանց ես ճանաչում։ Հիշիր, կասկածելը նորմալ է։ Վստահիր քո ներքին ձայնին եւ մի վախեցիր հարցեր տալ։ Ինչպես առանց կրակցող չի լինում, այնպես էլ առանց պատճառ անհանգստություն չի առաջանում։ Հիշիր, վտանգված է ոչ միայն քո դրամապանակը, այլև քո հոգեկան բարեկեցությունը։ Վստահիր ինքդ քեզ, բայց պատրաստ եղիր ժամանակին օգնություն խնդրել։ Ավելին իմանալու համար այցելիր Frontline կամ լսիր Փիսոն podcast-ի մյուս թողարկումները։ Ինչպես միշտ, սովորելով մենք տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհը իր մանրուքներով։ Ձեզ հետ իրազեկ եւ պաշտպանված հաղորդավար Փիսոն էր։ Կհանդիպենք հաջորդ անգամ։ Գուցե անցանց աշխարհում։